Այս անգամ ընտրությունները լինելու են ոչ թե գաղափարների ծրագրերի կռիվ, այլ ռեսուրսների, մի կողմը վարչական լծակներ, մյուս կողմը ծավալուն ֆինանսական ռեսուրսներ։ Կան քաղաքական բանտարկյալներ Հայաստանում։ Սասնա ծռերը։ Միայն Ադրբեջան-Հայաստան սահմանը որոշվել է 1920 թվականի փետրվարի 24-ին Փարիզի վեհաժողովում գծած քարտեզով։ միջանցք է թրիփը։ Հա, ես գնահատում եմ կոնկրետ, որ միջանցք է։ Մենք իրականում խաղաղություն բերող քաղաքական ուժ ենք, որովհետև տարածքային պահանջներ ունենք հարևաններից, ոնց են զուգահեռ խաղաղությունը, տեսեք, միակողմանի զիջումներով չի։ Խաղաղությունը ինքը անվտանգության հետևանքն է, ոչ թե դրա փոխարինողը։ Ենթադրենք դուք վաղը իշխանության եք։ ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս է գալու, թե շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում։ ՀԱՊԿ-ից դուրս են գալու, թե շարունակելու ենք մնալ։ Ռազմաբազան թողնելու ենք, թե հանելու ենք։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանն է։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Կարապետյան, այս օրերին Երևանում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները, բազմաթիվ երկրների առաջնորդներ եւ դուք էլ բողոքի ակցիաներ եք իրականացնում։ Ինչ ուղերձ եք ուզում փոխանցել իրենց։ Ճիշտն ասած, բողոքի ակցիաների, այսինքն իրականացնողը էլի մենք էինք, մենք ներկա էինք, մեզ հրավիրել էին կազմակերպիչները, մենք որպես հյուր կամ որպես մասնակից քաղաքական ուժ, հիմնականում, քանի որ շեշտը դրված էր ժողովրդավարության կարևորությունը շեշտադրելու համար, մենք որպես ազգային ու ժողովրդավար ուժ մեր ասելիքը ունեինք, որովհետև այսպիսի խոսույթ կա, ժողովրդավարության բացակայությունը ավելի լավն է, քան դրա իմիտացիան։ Հիմա, քանի որ ներկա իշխանությունը եվրոպական երկրի ղեկավարներին ներկայացնում է Հայաստանը իբրև ժողովրդավար երկիր, իբրև ժողովրդավարությունը գագաթնակետին հասցրած պետություն, մենք չենք կարծում այդպես, քանի որ ժողովրդավար երկիր լինելու համար բավականին շատ խութեր կան, բավականին շատ բացեր ունենք եւ այդ ամեն ինչը բևեռը մշտապես ամենտեղ իր ասելիքը, բողոքը, այսինքն ճշմարտությունը բացահայտելը դա ոնց որ մեր պարտականությունն է դարձել եւ ժողովրդավար պետություններում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, չնայած կարող է իրավական առումով այլ ձևակերպումներ տան, պաշտոնական, մենք գիտենք, հա, իրենք կարող են այդ հարմարեցնել քրեական օրենսգիրքը կամ վարչական օրենսգիրքը քաղաքական հետապնդումների առումով։ Իսկ այսօր կներեք, կան քաղաքական բանտարկյալներ Հայաստանում։ Սասնա ծռերը։ Միայն Էլի կան քաղաքական բանտարկյալներ, եկեք մնացածի անունը չտամ, քանի որ նախընտրական շրջանը եւ այլ բնորոշումներից զերծ մնալու համար։ Օրինակ Միքայել Սրբազանը քաղաքական բանտարկյալ է։ Այո, Միքայել Սրբազանը եւս ես համարում եմ, չնայած անձնապես իրեն համարում են հոգեվոր դասի մեջ բացառիկ անձնավորություն, իր մտավոր, ինտելեկտուալ կարողություններով եւ արժեքային համակարգով եւ հաշվի առնենք, որ Հեթումյանների տոհմի ամենակրտսեր ժառանգորդն է այս պահին Կիլիկիա Հայաստանի մեր ունեցած եւ իր հարցազրույցները, իր խոսքերը լսելուց իրեն որոշակի ծանոթանալուց հետո իմ մոտ շատ մեծ տպավորություն ունեմ, իմ համար ճիշտն ասած բացահայտում էր հենց Աջապահյանի կերպարը, այդպես նկարագրեմ։ Շատ լավ, պարոն Կարապետյան, ինչու որոշում կայացրեց բևեռը մասնակցել ընտրություններին։ Շատ դժվար որոշում կայացրեց, որովհետև մնացած քաղաքական ուժերից գրեթե բևեռը ամենավերջիններից էր, ով այդ որոշումը վերջապես կայացրեց, դժվարությունը նախ մասնակցելու կողմ դեմ հատվածներ հենց բևեռի ներսում, որովհետև շատերս կարծում էինք, ընդ որում նաև ես, որ այս անգամվա ընտրությունները այդ մեր քննարկման ժամանակ այս անգամվա ընտրությունները լինելու են ոչ թե գաղափարների ծրագրերի կռիվ, այլ պայքար, ավելի ճիշտ, այլ ռեսուրսների, մի կողմը վարչական լծակներ, մյուս կողմը ծավալուն ֆինանսական ռեսուրսներ։ Մենք ոչ մեկը, ոչ մյուսը չունեինք եւ
դժվար էր այդ որոշումը կայացնել մասնակցության եւ վերջապես ծանր բանավեճերից մասնակցելու, չմասնակցելու հիմնավոր զեկույցներից շատ բարդ process անցավ, շատ բուռն քննարկումներ, չնայած կասկածում եմ որևէ կուսակցության մեջ նման բաց եւ քննադատող ելույթներ կամ տեսակետներ ունենան հասարակ կուսակցականները, չնայած մենք գործում ենք որպես վերկուսակցական շարժում, այդ եթե հարցնեք, հետո կասեմ։ Որոշեցինք մասնակցել ընտրություններին, քանի որ Բևեռը մինչ այսօրս մինչև ազգային ժողովրդավարական Բևեռ ձևավորվելը բավականին ծանր գին է վճարել, թե բանտարկվելով, հալածվելով, տարբեր պիտակավորումներին մասամբ պատասխանելով, մյուս մասին կիսատ պատասխանելով, որովհետև մենք չունենք այն մեդիա ռեսուրսը, որպեսզի կարողանանք համաչափ պատասխան տալ այս մեդիա մենաշնորհի մեջ եւ այս օրը հասնելուն պես որոշեցինք վերջի մասնակցել այս ընտրություններին, քանի որ եկանք այն եզրակացությանը, որ Բևեռի խոսույթը, Բևեռի հիմնական թեզերը արդեն կրկնօրինակողներ կան քաղաքական ուժերի մեջ, քաղաքական շարժումների մեջ, էլի զերծ մնամ անուններ տալուց գալիս ենք որոշակիորեն ցավալի իրողությունների ի կատարածմամբ, որովհետև հիմնականում մեր կանխատեսումները, նույնը Արցախի կորուստը, մեր կանխատեսումները ցավալիորեն իրականություն են դարձել, այսինքն մեզ չլսելու արդյունքում, գնալով այն հին փտած բանաձևերի լուծման արդյունքում ունեցանք ցավալի կորուստներ։ Եվ հիմնականում թևածվում է քաղաքական դաշտում այն խոսույթը, որի համար մենք երկար տարիներ հալածվում ենք, այսինքն արևմտյան երկրների հետ, այս դեպքում նաև ԱՄՆ-ի հետ ունենալ իրական ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակ, ինչը մենք ռեալ առաջարկել ենք հենց առաջինը քաղաքական դաշտում, ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը։ Շատ լավ, պարոն Կարապետյան, եթե չեմ սխալվում, Բևեռը նաև բանակցում էր բոլորին դեմ եմ շարժման հետ, ի վերջո ինչու այդ բանակցությունները չստացվեցին։ Իրականում բոլորին դեմ եմ շարժման մեջ կան մեզ շատ հարազատ մարդիկ, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել, կան նաև անծանոթ մարդիկ, կան երիտասարդներ, տարեցներ, այդ ձևակերպումներից իրենք նեղվեցին մի պահ, բայց իրականում շատ հարգալից առաջարկ էր, որովհետև այն մեր մեկամյա ծրագիրը որ կար, որ առաջարկել էինք 2018 թվականին դեռևս անցումային շրջանի մասին է խոսքը, անցումային այսինքն առաջին հանրապետության իրավահաջորդություն, ընտրական օրենսգրքի փոփոխություն, լյուստրացիա, սահմանադրության փոփոխություն հիմնվելով առաջին հանրապետության իրավահաջորդության վրա, իրավաքաղաքական գնահատական, մի խոսքով այնտեղ ծավալուն կա եւ մենք դիտարկում ենք միայն ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելով առանց լյուստրացիայի, առանց այս համակարգի հետ սերտաճած հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների, որոնք ունեն լայն ռեսուրսներ, առանց դրան գնահատական տալու միայն ընտրական օրենսգրքում փոփոխություններ տալով, մենք համարում ենք, որ համակարգը դրանից չի ճեղքվի եւ մեծ վնասներ չի կրի, քանի որ այդ անցողիկ շեմը իջեցնելուց հետո էլի այդ նույն ուժերը նույն ծավալով ընտրազանգված կամ նույն ռեսուրսներին կտիրապետեն։ Բայց այստեղ վարչական ռեսուրսի մասը դուրս կգա, եթե բոլորին դեմ է մի այդ ծրագրի բանով ենք նայում, իրենք ասում են գանք իշխանության 100-օրով, հետո մենք չմասնակցենք, արդեն վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի այս դեպքում։ Դա ոնց որ ձեր համար ավելի ընդունելի չէր, որ որևէ ուժ չտիրապետի վարչական ռեսուրսի եւ ավելի արդար պայմաններում անցկացվեն ընտրությունները։ Ընդունելի է, դա լավ է, բայց դա բավարար չի։ Դա շատ լավ է, բայց դա բավարար չի։ Իսկ մենք բացառում ենք այդ 100 օրից հետո, էլի նույն ռեսուրսներով մարդիկ նորից նույն ծավալի ձայներով մտնեն խորհրդարան, փոխեն այն հին համակարգը, որը որ կար։ Այսինքն չենք բացառում ոչ մի բան։ Այսինքն այստեղ հիմնական
շեշտը պետք է դնել լյուստրացիայի եւ սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի փոփոխությունը հիմնվելով իրավաքաղաքական գնահատականի վրա, որով պետք է օրենքով բացառվի, այդ խավարանով պետք է անցնեն քաղաքական ուժերը այն դեմքերը, ովքեր պետությունը որպես գործիք օգտագործել են իրենց անձնական, կլանային, կուսակցական շահերը սպասարկելու համար։ Եթե մենք այդ մեծ ծավալի աշխատանքը չկատարելով կոսմետիկ որևէ փոփոխություն ենք կատարում ընտրական օրենսգրքի մեջ, մենք էլի ռիսկը մեծ է, որ մենք էլի կունենանք նույն համակարգը առանց որևէ էական փոփոխության։ Շատ լավ, նախորդ երկու համապետական ընտրություններին Սասնա ծռերը, հետո ազգային ժողովրդավարական բևեռը չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Այս ընտրություններին ինչ է փոխվելու կամ ինչ նոր բան եք առաջարկելու մարդկանց, ինչ նոր ձևով եք առաջարկելու, որ կարողանաք հաղթահարել անցողիկ շեմը կամ ավելին գալ իշխանության։ Նախ ուզում եմ ասել, որ 2018 թվականին մենք անցողիկ էինք եւ որոշակի առումներով համակարգը նախ չփոխվեց մեր առաջարկով, քանի որ մենք պնդում էինք, որ համակարգային փոփոխության պետք է գնա այսպես կոչված փողոցային շարժումով իշխանության եկած քաղաքական ուժը։ Սակայն նրանք տեղավորվեցին գործող համակարգի մեջ, շատ լավ տեղավորվելով գործող համակարգի մեջ, համակարգի հետ ոչ մի փոփոխություն չկատարվեց եւ էլի մեր նման ուժը դուրս մնաց խորհրդարան մտնելուց, քանի որ իրական ռեալ հակահամակարգային ուժը ձեռնտու չէր մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեցող իշխանություններին։ Իսկ ինչ վերաբերվում է 21 թվականին, տեսեք, բևեռը ստեղծվեց 2020 թվականի մայիսին, դեռևս ոչ պատերազմի մասին խոսք կար, ոչ արտահերթ ընտրությունների, չնայած մենք մեր կանխատեսումներում միշտ արդեն համոզված ասում ենք, որ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան եւ ձևավորվի էֆորիայի հիմքի վրա ազգային ժողով, այդ ազգային ժողովը չի սպասարկելու ժողովրդի իրական իղձերն ու նպատակները եւ այն ծառացած խնդիրները, վտանգները, որ Հայաստանի գլխին են կախված, չի լուծելու եւ ստիպված է լինելու գոյատևել տարի կես, 2 տարի ժամկետով եւ գնա արտահերթ ընտրությունների։ Եվ արտահերթ ընտրությունները 21 թվականի մեզ ստիպեց վերկուսակցական ազգային ժողովրդավարական բևեռը, որը որ հարթակ էր ազգային գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների անհատների համար, վերկուսակցական շարժում որպես ստիպված եղանք գրանցել որպես կուսակցություն, քանի որ օրենքը այլ ձևաչափ թույլ չէր տալիս ունենալ։ Կուսակցություն կամ դաշինք։ Հա, այլ ձևաչափ թույլ չէր տալիս, որպեսզի մասնակցեինք ընտրություններին եւ բավականաչափ ժամանակ չունեինք համ ծանոթացնելու անվան հետ ազգային ժողովրդավարական բևեռ, հաճախ նույնականացնելով Սասնա ծռերի հետ, չնայած Սասնա ծռերը բևեռում գոյություն ունեցող կուսակցություններից մեկն է, Բայց կորիզն է Սասնա ծռերը։ Այո, կորիզն է, հիմքն է։ Եվ ես չէի ասի, որ քիչ ձայներ հավաքեցինք 21 թվականին, քանի որ 6-րդն էինք, եթե հաշվենք, 3-ը անցան խորհրդարան դաշինքով կամ առանձին երկու դաշինք եւ մեկ կուսակցություն։ Երկու դաշինք եւ մեկ կուսակցություն, մեր դեմը թողելով ընդամենը 2 ուժի, այսինքն մենք 6-րդն էինք ծավալով, չհաշված այն ծավալուն ընտրակեղծիքների, որը որ հետո հայտարարեցին, որ էական ազդեցություն չի ունեցել ամբողջ ընտրական գործընթացի վրա, խոսքը 21 թվականի ընտրությունների մասին է, մենք բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում համոզված էինք, որ մենք էլի անցողիկ շեմը հաղթահարած ուժ ենք։ Բողոքարկել եք արդյունքները 21 թվականի սահմանադրական դատարանում։ Չենք բողոքարկել, քանի որ դրա արդյունավետության հավանականությունը չենք տեսել։ Ընդհանուր բողոքներ եղել են եւ մենք որպես միայնակ բողոքող, այսինքն մենք միայնակ չունեինք այդքան լծակ, որպեսզի բոյկոտեինք գոյություն ունեցող իրողությունը, քանզի այստեղ ռեսուրսների էական տարբերություն կար։
Եվ այս ընտրությունները տարբերվում են իրականում եւ 18-ի եւ 21 թվականի ընտրություններից, Բևերը վճարելով շատ ծանր գին մինչ այսօրը որ հասել է, որ գոյություն ունի որպես ազգային ուժ, շատ մեծ ասելիք ունի այս ընտրություններին եւ մենք հույս ունենք, որ մեր քաղաքացիներից հասարակության ողջամիտ մասը դա պետք է գնահատի, այսինքն պետք է հասկանա կուսակցությունները մենակ խոստումներ տալու համար չեն, այսինքն պետք է նաև գնահատվի արած գործը, մենք շատ ծանր, շատ նվիրական աշխատանք ենք կատարել, չենք ստեղծվել ընտրություններից 5 րոպե առաջ, ընտրություններին մասնակցելու համար, չենք նույնականացվում այն կուսակցությունների հետ, որոնք անհետանում են եւ հանկարծ հայտնվում են միայն ընտրությունների ժամանակ եւ ելի ոսկե սարեր են խոստանում մեր հասարակությանը։ Շատ լավ, պարոն Կարապետյան, եկեք ավելի կոնկրետ հարցերի վերաբերյալ Բևերի տեսակետները հասկանանք, թրիփի վերաբերյալ պետք է իրականացնել այս նախագիծը, թե չպետք է իրականացնել, ինչ տեսակետ ունի Բևերը։ Անհատական կարծիքները մի կողմ դրած, մենք իրականում կողմ ենք Միացյալ Նահանգների տարածաշրջանում ավելի երևացող ավելի էական դեր ունենալուն, քանզի մենք կողմ ենք Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական լուրջ դաշինք կնքելու մասով։ Իսկ ինչ վերաբերվում է թրիփին հենց իր էության մեջ, իրականում այս ձևաչափին մենք դեմ ենք ինչ առումով, որովհետև այստեղ խոսք չի գնում Հայաստանի ճանապարհների ապաշրջափակման, եթե ռեալ նայենք իրականությանը, ուղղակի Ադրբեջանը իր վերահսկողության տակ վերցրած տարածքից մյուս տարածք ուղղակի անխոչնդոտ անցում է կատարելու։ Եվ այստեղ միջանցք է թրիփը։ Հա, ես գնահատում եմ կոնկրետ, որ միջանցք է թրիփը եւ այստեղ մեր ազգային պետական շահը ստորադասվում է օտար շահերի կողքին։ Այսինքն չպետք է իրականացվի թրիփ նախագիծը։ Իսկ մենք ինչ ենք ստանում, եթե դիտարկենք նույնիսկ երբ պետությունը ստիպված է որևէ քայլ կատարելուց ինչ որ մի բան զիջը, իսկ մենք ինչ զիջում ենք ստացել Ադրբեջանի առումով, ոչ մի, այսինքն արդյունքում ինչ ենք ստացել 20% այդ 40 կիլոմետրանոց հատվածի, որը որ տրանզիտ վճարումների առումով ինքը պետության համար շատ մեծ ֆինանսական ռեսուրս էլ չի գեներացնելու։ Շատ լավ, իշխանություններն ասում են, եթե օրինակ թրիփը չանենք, խաղաղության պայմանագիրը վերաբանակցենք, դա բերելու է պատերազմի։ Հիմա ինչ եք կարծում, դա պատերազմի է հանգեցնելու։ Հիմնականում ես դիտարկում եմ իշխանության խոսույթը նման հակադրումների մեջ, դա սպառնալիք շանտաժ սեփական ժողովրդին, որովհետև մի նախագիծ ժողովրդին ներկայացնելուց առաջ նախ պետք է դրա փոխարենը ոչ թե սա տանք, թե չէ պատերազմ կլինի, այս մյուսն էլ տանք, թե չէ պատերազմ կլինի, այլ մենք փոխարենը ինչ ենք ստացել, այսինքն Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծ նույն ձևի միջանցք մենք ստացել ենք Ադրբեջանից Նախիջևանը կտրելով, չենք ստացել, այսինքն եթե ստանայինք այս եթե մենք լինեինք իշխանություն, բնականաբար այլ քայլեր կլներ, երբ Արցախի հարցով եւ Նախիջևանի հարցով կվերադառնար նման հարցերը հայկական հարցի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ Ալիևին չէր հաջողվի մեզ հագցնել ագրեսորի շապիկը, որը որ անում է այսօր։ Պարոն Կարապետյան, բայց իրենց տեսանկյունից, այսինքն իրենք դրա այլընտրանքը միշտ ներկայացնում են միայն պատերազմը եւ պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելով գնում են շատ ցավալի ու անդառնալի, հնարավոր է դառնա մի օր անդառնալի կորուստների եւ այդ սպասվող պատերազմը եթե լինի էլ մենք հանդես են գալու ավելի թույլ դիրքերից։ Պարոն Կարապետյան, Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով ինչ նկատի ունեք, ավելի կմանրամասնեք։ Հայաստանի Հանրապետության Ադրբեջան-Հայաստան սահմանը որոշվել է 1920 թվականի փետրվարի 24-ին Ազգերի լիգայի կողմից Փարիզի վեհաժողովում զեկույց առաջարկի տեսքով նույնիսկ գծած քարտեզով, այսինքն այնտեղ ներառում է եւ դաշտային Արցախը եւ Լեռնային Արցախը, Նախիջևանը, Գարդմանքը ներառյալ որպես Հայաստանի անկախտելի մաս։ Եվ
բոլշևիկա թուրքական ագրեսիայից հետո Հայաստանը դադարել է դառնալ միջազգային իրավունքի միջազգային սուբյեկտ։ Մենք քաղաքական գնահատական պետք է տանք, ինչ է կատարվել մեր առաջին հանրապետության հետ, ոչ թե թվանշաններով եմ ասում, այլ Հայաստանը հիմնվել է 1918 թվականի մայիսի 28-ին։ Այսինքն ինչ տեղի ունեցավ մեր անկախ պետականության հետ եւ դրանից հետո ապօրինությունները չպետք է տարբեր միջազգային կոնվենցիաներով հստակ նշվում է, որ ապօրինությունը չի կարող օրինականություն ծնել։ Եվ մենք հստակ գնալու ենք միջազգային իրավունքի ուղղությամբ։ Շատ լավ, պահանջելու եք, որ Հայաստանի ձեր նշած քարտեզներով Հայաստանից առանձնացած հողերը հետ վերադարձվեն, դա դիվանագիտական ճանապարհով հնարավոր է հետ բերել։ Մենք իրավունքի շրջանը պահելու ենք միշտ ձեռքի տակ, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ քաղաքական շահերին զիջում են միջազգային իրավունքը հաճախ զիջում է քաղաքական շահերին, բայց տեսեք, ինքը չի նշանակում, որ վերանում է միջազգային իրավունքը։ Մի օր դա շատ կարևոր դեր է ունենալու եւ սա հասկանում է Ալիևը, դրա համար ինքը ոչ մի բանից իր համար իրավունքներ է ստեղծում, այսինքն կեղծիքով, տարբեր թեզեր առաջ բերելով ինքը ստեղծում է իրավունքներ իր համար, որպեսզի հիմնավորի իր տիտղոսը իր կողմից զատված հայկական տարածքների վրա։ Եթե իրավունքը տեղ չունենար, ինքը չէր ստիպի մեր ներկայ իշխանությանը սահմանադրությունից հանել հղումը անկախության հռչակագրին, սահմանադրության մեջ փոփոխություններ անել։ Այսինքն ինքը քայլ-քայլ իրավունքից մեզ զրկում է, այսինքն այդ իրավունքը գոյություն ունի իրականում։ Մենք այդ իրավունքից չենք հրաժարվելու եւ ոչ թե մենք իրականում խաղաղություն բերող քաղաքական ուժ ենք, որովհետեւ տարածքային պահանջներ ունենք հարևաններից, որովհետեւ զուգահեռ մենք զարգացնելու ենք խաղաղությունը, տեսեք, միակողմանի զիջումներով չի, խաղաղությունը ինքը անվտանգության հետևանքն է, ոչ թե դրա փոխարինողը։ Բայց ձեր ասած տարբերակում էլ Ադրբեջանն ու Թուրքիան են միակողմանի զիջում։ Մենք բերելու ենք Հայաստանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ, որպեսզի Ադրբեջանը նախ առաջի հերթին դադարի նկրտումներ ունենալ մեր իրավունքների, մեր ներքաղաքական կյանքի եւ մեր տարածքների հանդեպ։ Երկրորդը կասեցնելու ենք այն սպասվելիք վտանգները, որ Ադրբեջանը պատրաստվում է անել, այսինքն խոսքը գնալու է ռազմական ռեպարացիաների, որը բազմամիլիարդ 150-ից մինչև հələ պարզ չի ինչքան ռեպարացիաներ կպահանջի Հայաստանից, այնտեղ փախստականների վերադարձն է քննարկում, ճիշտ է, ներկայ իշխանությունը դա ժխտում է, ասում է ադրբեջանական խոսույթն է ներսում կրկնում, բայց փաստերի վրա աչք փակելը եւս ինքնախաբեություն է, որովհետեւ վերջերս տեղի ունեցավ Ստամբուլում գագաթնաժողով իսլամական պետությունների եւ այնտեղ հռչակագիր ընդունվեց, որ իրենք բոլոր այդ մուսուլմանական երկրները կողմ են, որ Ադրբեջանից փախստականները արժանապատիվ պետք է վերադառնան իրենց տներ կամ իրենց բնակության վայր Հայաստանի տարածք։ Մի խոսքով, սա շատ տիպիկ օրինակ է մեր երկրի, մեր ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունների։ Եթե կարճ ձևակերպենք, պարոն Կարապետյան, ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանի Հանրապետությունը ձեր իշխանության գալու պարագայում։ Մեր իշխանության գալու պարագայում նախ կշնորհավորենք հայ ժողովրդին, վերջապես հայ ժողովուրդը կունենա ազգային իշխանություն, իր իղձերը ու նպատակներն ու երազանքները սկիզբ դնող իշխանություն, որովհետև մենք առաջարկում ենք ռեալ ռազմաքաղաքական հավասարակշռություն Հայաստանի համար։ ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակը դա պատահական կարգավիճակ չի։ Նախ դրա հնարավորությունը ունի ԲՎՌ-ը, ինչը իր մեջ ներառում է սպառազինության համատեղ արտադրանք, մուտք դեպի ԱՄՆ բարձր տեխնոլոգիաներ ռազմական իմաստով եւ կայսերական սովետական բանակի մոդելից անցում դեպի ազգային բանակի, դեպի ազգ բանակի, որը որ 2012 թվականին մենք ունենք շատ ծավալուն ծրագիր,
բազմաբևեռ, որը գրել են այդ աշխատությունը գրել են Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը, ինքը բավականին ծավալուն եւ ծանր աշխատանք է, հնարավոր է մի օր ավելի չնայած հրապարակվել է որոշ հատվածներ, բայց մի օր շատ ծավալուն կհրապարակվի նոր որակի մոդելի հայկական բանակի մասին այդ ծրագիրը եւ օգտագործելով այս պահին հզորագույն պետության հնարավորությունները ծառայեցնելով մեր ազգային պետական շահին, մենք ունենալու ենք ռեալ գործոն տարածաշրջանում եւ ռեալ հզոր ուժ։ Իսկ Ամերիկայի շահը այդտեղ որն է։ Հենց դիվանագիտության գաղտնիքը այդտեղ է, որ օտար պետության շահերը չպետք է սպասարկվի ստորադասելով մեր ազգային պետական շահը։ Եթե ուշադիր լինեք, բևեռը այն եզակի քաղաքական ուժն է, ով չի կաշկանդվել եւ Միացյալ Նահանգներին քննադատելուց, եւ բազմակի անգամ ռուսական քաղաքականությունը քննադատելուց, եւ եվրոպական քաղաքականությունը քննադատելուց, այսինքն մենք ցանկացած դեպքում կարևորում ենք մեր ազգային եւ պետական շահը։ Շատ լավ, պարոն Կարապետյան, բայց եթե մենք ձեր ասածով օգտվում ենք Ամերիկայի հնարավորություններից, Ամերիկան էլ չէ ինչ որ բան պետք է ստանա։ Ինչ է ստանում։ Իհարկե, տեսեք, հիմնականում էլի գնալու ենք մեր կանխատեսումներին, որը որ իրականում իրականություն է։ Մենք հիմնվում ենք հնդ-եվրոպական այդ միջանցքի վրա։ Ինչ է դա նշանակում։ Ձևավորվում է նոր աշխարհակարգ։ Հենց այս գոյություն ունեցող պատերազմները դրա վառ ապացույցն են։ Մենք դա կանխատեսել էինք դեռևս 10 տարի առաջ, դեռ ավելի վաղ, որ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը տեղի է ունենալու, այսպես ֆորմալ առումով, եւ նոր տարածաշրջանային դասավորություններ են լինելու, նոր դաշնակցային հարաբերություններ է ձևավորվելու, այսինքն Հնդկաստան, Պարսից ծոց, Իրան, Հայաստան, Վրաստան, Սևծով, եվրոպական աշխարհ, այնտեղ Բուլղարիայով, հա, եվրոպական աշխարհ եւ Միացյալ Նահանգներ։ Այս հատվածի վրա է ձևավորվելու նոր աշխարհակարգը որպես հակակշիռ չինական արտադրական գիգանտին, այսպես ասած։ Եվ մենք որպես այդ հատվածի հյուսիս-հարավի հատվածի շղթայի առանցք ունենալու ենք բավականին լայն հնարավորություններ եւ Միացյալ Նահանգների, եւ Հնդկաստանի, եւ մնացած մասնակից պետությունների հետ ունենալու եւ անվտանգային եւ տնտեսական թռիչքային զարգացման աճ։ Պարոն Կարապետյան, կարծում եք, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ Հայաստանը զուգահեռ պետք է ստեղծի այլ ընտրանքներ, քանի որ եթե մենք խոսակցությունը տանում ենք ավելի կտրուկ խոսույթի, հիմնականում նմանվում ենք այդ շանտաժի լեզվին, որ հեսա Ռուսաստանը գազը կկտրի, չգիտեմ, էս կանի տնտեսական լծակները, սա ցույց է տալիս, որ 8 տարվա մեջ այս իշխանությունը չի ստեղծել եւ անվտանգային, եւ տնտեսական, եւ էներգետիկ անվտանգային տարբերակներ, մեզ թողել է մեկ տարբերակի, այսինքն բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դրված է Կրեմլում եւ մենք նեղանում ենք, որ Կրեմլը ունենալով բոլոր լծակները Հայաստանին եւ տնտեսապես եւ քաղաքական եւ տարբեր առումներով Հայաստանին վնասել, սկսում ենք մեղադրել Ռուսաստանին, բայց իրականում որպես անկախ պետություն ունեցող ազգ մենք պետք է ունենայինք իշխանություն, որը որ կստեղծեր այն այլընտրանքները, որը որ մեզ թույլ կտար կախված չլիներ մեկ կողմի քմահաճույքից եւ այդ խոսույթը ընդհանրապես պետք է մեր քաղաքական խոսույթի մեջ գոյություն չունենար։ Այսինքն պատրաստվում եք ոչ թե կտրուկ դուրս գալ միանգամից ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, այլ ժամանակի ընթացքում այլ ընտրանքներ ստեղծելով։ Ոչ թե կտրուկ դուրս գալու, տեսեք, նաեւ ստեղ կա մի գործոն, որը որ մենք հաշվի չենք առնում, իրականում ոչ միայն մեր տարածաշրջանից, եթե նկատենք, Ռուսաստանը հեռանում է աշխարհում գոյություն ունեցող իր վերահսկողության տակ կամ իրեն լոյալ քաղաքականություն վարող տարբեր տարածքներից, Վենեսուելայից, Հունգարիայից, Սիրիայից, Արցախից եւ այս պահին դիտարկում ենք, որ Ռուսաստանը խորը նահանջի մեջ է եւ ինքը իր ներսում խնդիրներ ունի լուծելու
եւ մի օր առանց ռուսական, այսպես ասած, տնտեսական, քաղաքական, ռազմական հնարավորությունները օգտագործել, չօգտագործելու հարցն է, այլ մեր սեփականը ստեղծելը, այսինքն մենք ուզենք, չուզենք, Ռուսաստանը մի օր հեռանալու է այստեղից։ Եվ մենք ստեղծելով զուգահեռը հեռանում է, այսինքն դա մեր ուզել-չուզելու հետ ընդհանրապես կապ չունի, ինչը որ պատերազմ սկսել չսկսելը Ադրբեջանի հետ դա մեր վարքագծից չի կախված, ինչը որ կարծում է այս իշխանությունը։ Այսինքն դա տեղի է ունենալու առանց մեր ուզելու։ Ես մեր քայլերն եմ ուզում հասկանամ։ Ենթադրենք դուք վաղը իշխանության եք։ ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս է գալու, թե մնալ շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում։ ՀԱՊԿ-ից դուրս են գալու, թե շարունակելու ենք մնալ։ Ռազմաբազան թողնելու ենք, թե հանելու ենք։ Տեսեք, ՀԱՊԿ-ից դուրս գալը մենք բազմաթիվ անգամ հանդես ենք եկել ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով եւ դրան ուղղված տարբեր բողոքի ակցիաներով։ Որովհետեւ ՀԱՊԿ-ը չի գործել ճիշտ պահին, ճիշտ մեր ազգային պետական շահը սպասարկելու տեսանկյունից եւ քանի որ ինքը խանգարում է այլ ռազմական համագործակցություն ունենալ իրական դաշնակիցների հետ, իրականում մենք կողմ ենք, այո, ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Միացյալ Նահանգների հետ ռազմական դաշինք ունենալու առումով։ Իսկ ԵԱՏՄ-ի մասով, ռազմաբազայի մասով։ Տեսեք, մենք Ռուսաստանի հետ ունենք ավելի շատ երկկողմ պայմանագրեր։ ԵԱՏՄ դա ընդամենը ինչ որ մի հավելյալ լծակ է Ռուսաստանի ձեռքին հետ սովետական երկրներից որոշակի երկրների վրա ազդեցություն ունենալու։ Մենք միջև ԵԱՏՄ մտնելը էլի Ռուսաստանի հետ հարաբերություն ունենք։ Տեսեք, այստեղ Բևերի դիրքորոշումը ոչ թե հակառուսական է կամ այդ պրոարևմտյան հակառուսական, որտեղ իրականում այդ խոսույթները շատ կեղծ են։ Մենք հայկական եւ ազգային իշխանություն ենք։ Միշտ դիրքավորված ենք եղել ազգային դաշտում։ Այսինքն մենք վաղը եթե ունենանք այլ որակի Ռուսաստան, որը որ քաղաքական գնահատական կտա հրեշավոր պայմանագրերի իր կողմից կատարած հանցանքների մեր հանդեպ, մենք բնական է մեր վերաբերմունքը մեր կփոխենք տվյալ երկրի հետ, քանզի քաղաքականության մեջ հենց որպես պետությունները սառը մեխանիզմներ մենք հենց այդպես ենք դիտարկում։ Երկկողմ, տեսեք, օրինակ բերեմ այդ ԵԱՏՄ-ի մասով Ուզբեկստանը ԵԱՏՄ-ի անդամ երկիր չի, բայց եկեք գնանք Ռուսաստան եւ Բանջարեղենի շուկայում տեսնենք ուզբեկական գյուղմթերքը ավելի մեծ տարածում ունի, քան ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանինը։ Շատ լավ, պարոն Կարապետյան, ունեք նախընտրական կարգախոս արդեն։ Այո, հավատ, հայրենիք եւ ինքնիշխանություն։ Եվ ի գործ Վարուժան Ավետիսյանի խոսքն է ՊՊՑ գնդում որպես ռազմագերի հանձնվելու հենց վերջին վարքյանը, որ ի գործ։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։